Արցախի խաղողի դիմակայուն սորտի խնդողնի տնկիները Տավուշյան ջերմ կլիմային հարմարվել են բերքը չի ուշանա ու կհամալրի Տավուշյան գինու գործարաններից մեկի տեսականու շարքը։ Հադրութից մի շատ հիանալի մարդ այս խնդողնին մեզ տվեց, որ վստահելով ինձ, որ ես Հադրութի խնդողնին կփրկեմ, այս այգու 4 կողմը տնկած է Հադրութի նուռը։ Այս այգին մենք անվանել ենք Հադրութի այգի։ Գագիկ Աղբալյանը տարիներ առաջ վերադարձել է հայրենի գյուղ ու գործընկերներ գտնելով հիմնել արտադրություն, որտեղ հիմնականում սպառվում է սեփական խաղողի այգիների արտադրանքը, թեև Տավուշի տարբեր գյուղերից 60-ից ավելի ֆերմերներից մթերում են բերքը։ Նպատակը որն է զարգացնել մեր տարածաշրջանի խաղողագործությունը, հայտնաբերել երբեմնի մեր տարածաշրջանի բնորոշ խաղողի տեսակները, որոնք մեր տարածաշրջանի դեմքն են, դրանք են լալվարի, բանանց, կանանչ կենի, ջրջրուկ, ջրալի, կողպենի խաղողի տեսակները եւ դրանցից ստանալ ուրույն գինիներ, որոնք միակն են կարելի ասել հայկական աշխարհում։ Տարեկան 20,000 շիշ արտադրանքը սպառվում է հիմնականում տեղում, արտասահմանյան շուկաներ ևս փնտրում են։ Գագիկ Աղաբաբյանի խոսքով Հայաստանում որպես գինեգործական մարզ հայտնի է Արարատը, սակայն Տավուշում էլ գինեգործությունը զարգացած է եղել։ Մեր նպատակը մեր տարածաշրջանում խաղողագործության կոնկրետ տեսակների զարգացումն է, որոնք մեր տարածաշրջանի դեմքն են, այնպես ինչպես օրինակ Արենի Եղեգնաձորի տարածաշրջանի դեմքը կամ Ոսկեհատը Արարատյան դաշտի դեմքը։ Մենք ընտրել ենք բավականին ծանր ու շատ դժվար ճանապարհ, ձեռնարկությունը բացի բիզնես նպատակ լինելուց ինքը նաև սոցիալական խնդիր է լուծում տարածաշրջանի համար։ Մեր մոտ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, մեր մոտ աշխատում են մարդիկ, որոնք Արցախից բռնագաղթվել են եւ աշխատանք չունեն, ունենք հիմնական մոտ 20 աշխատող եւ շփման աշխատատեղեր 60-ից ավել։ Գինու արտադրությանը զուգահեռ խաղողի էնդեմիկ տեսակների պահպանությամբ են զբաղվում, ունեն տնկարան, որի տնկիներն անվճար տրամադրում են գյուղացիներին դրանց բազմացման համար։ Պատկերացնեք ամբողջ Հայաստանում ջրջրուկ խաղողի տեսակը, որ երբեմնի հայտնի խաղողի տեսակը ել, հիմա մնացել է 10-12 վազ։ Կողպենի խաղողի տեսակը, որ Հայաստան ամտել 15 թվականի Եղեռնի ժամանակ Վանա լճի մոտի կողք գյուղից, մենք բավականին երկար փնտրտունքների հետևանքում գտել ենք կողպենի տեսակից կա 5-ից 6 վազ։ Ժամանակին այդ խաղողներից եղել է բավականին մեծ քանակություններ ու ինքը ոչնչացել է, որովհետև ոչ մեկին չի հետաքրքրել այդ խաղողի տեսակները։ Հիմա ինչ ենք մենք ուզում անել, ուզում ենք փրկել մեր տարածաշրջանը կործանումից։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին ընկնող 400 կիլոմետր հատվածից մոտ 350-ը Ադրբեջանի հետ է եւ բացի այն, որ խաղողի այգիների մեծ մասը թշնամու ուղիղ նշանառության տակ են եւ չեն մշակվում, առհասարակ խաղողի մշակության հանդեպ բավարար ուշադրություն չկա ու այն համարվում է պակաս եկամտաբեր։ Այդ պատճառով էլ կարելի է ասել խաղողի այգիները Տավուշում ոչնչացման եզրին են։ Կողպում դեռ պահպանվող խաղողի այգիների հիմնական մասը չի ոռոգվում։ Մարդիկ քիչ-քիչ փոխարինում են այլ ծառատեսակներով։ Անդրեյը հույսին է, բայց մի 4 կողմն էլ ոչ մեկը համարը չեն մշակում։ Ամեն տարի շատ ենք վերցել համարը, մի տոննից մոդիկ իրենք կալել, բայց մի չկա։ Կողպեցի գինեգործը պետական աջակցություն է ակնկալում ոչ միայն խաղողի այգիները Տավուշում փրկելու, այլ դրանց տեսակները հարևան երկրների կողմից յուրացնելու փաստի վրա է ուշադրություն հրավիրում։ Այս սապերավին հին հայկական խաղողն է, նույն խնդիրն ունի բանանց խաղողը։ Ադրբեջանցիները բանանց խաղողն ասում են 7-րդ դարից Ադրբեջանում աճում անունը Բայան Շիրիա։ 7-րդ դարում Ադրբեջանը որտեղ է եղել։ Նույն խնդիրն ունի հայկական ճիլար խաղողի տեսակը, որ հիմա ասում են կախեթա։ Դրա համար, որպեսզի մենք մեր, այսպես ասած, այս խաղողի տեսակները փրկենք, ինչպես նաև այդ նույն բանը շատերին է վերաբերվում, շատ հայկական ճաշատեսակների, տոլմային, չգիտեմ, ինչերին։ Դրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում։ Արտադրությունը զարգացնելու դեպի եվրոպական շուկաներ գնալու ծրագրեր ունի գործարանը։ Բացի այդ, զբոսաշրջային ընկերությունների հետ պայմանավորվածություններ կան, որոնց արդեն իսկ խոչընդոտում է Տավուշի 4 գյուղերի շուրջ ծավալվող զարգացումները։ Կողբեցի արտադրողը մտահոգ է։ Ես չեմ կարող ասեմ վերջին ինչ անելու, ես մենակ մի բան գիտեմ, որ հողը գյուղացով է հող։ Հողի սահմանապահը այս գյուղացին է։ Զինվորը սահման պահողն է, բայց սահմանում ապրող գյուղացին դա սահմանի ամրությունն է։ Հիմա ասում հանձնում են, ում են հանձնում, ինչն են հանձնում, ով է ում էլացը հանձնում։
Գինեգործը փորձում է լավատես լինել, չնայած բոլոր հայտարարություններին, արտադրությունը զարգացնելու հեռանկարներ ունի։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Կողբից, լուրեր, անկյուն, Գումարած 3 հեռուստաընկերություն։